Հարգելի հետևորդներ, այժմ կզրուցենք կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի հետ։ Պարոն Պետոյան, Ֆակտոր TV ուղիղ եթերում ենք այժմ։ Տեսնում ենք, որ քանդման աշխատանքներ են իրականացվում Աբովյան փողոցում, երբանից էիք որոշել եւ ուզում եմ հարցնել արդյոք տնտեսվարողներին ծանուցել եք թե ոչ, ինչ հիմքով է իրականացվում ապամոնտաժումը։ Արփի ջան, ապամոնտաժումները իրականացվում են քաղաքապետի որոշումով, ծանուցվում է ըստ կարգի, մնացած խնդիրների մասին մենք արդեն խոսել ենք, թե այս process-ը ոնց է արվում, նախապես ծանուցման եւ այլն, շուտով հուսով եմ երդիմի ընդունելուց հետո այս process-ն էլ ավելի հստակ կլինի, տենց որոշման մասին, որ ասել երբ ենք որոշել, ընդհանուր առմամբ այսօր տեսնում եք, որ Երևան քաղաքում գնում են ակտիվ աշխատանքներ ապօրինի տարածքների բացահատման եւ ամենակարևորը մայթերի բացահատման, այգիների բացահատման, բակերի բացահատման, ու այս process-ը շարունակական է։ Երեք, չգիտեմ, տեսակ թե չէ, երեք Իսահակյանի արձանի հետև Օղակաձև 2-ում այդ բացահատված տարածքներում վերականգնված կանաչ գոտիների բացումներ, շատրվանի վերականգնված բացումներ, նաև սրճարանի ապամոնտաժված վայրում նոր խաղահրապարակի կոնցեպտի ներկայացումներ, այսինքն այս ամեն ինչը պետք է համակարգվի, էլի, ի վերջո մենք պետք է հասկանանք, որ այս քաղաքը տենց ոչ թե ինչ-որ անհատների պետք է ծառայի կամ ավելի ճիշտ ինչ-որ անհատ մարդկանց շահի, այլ բոլորի շահին։ Ունենք հիմա այս հատվածում մենք արդեն ունենք նախագիծ, տենց վերականգնել են նախկին տեսքը, որտեղ կային սենց ջրային հարթ տարածքներ եւ լիքը հանգստի գոտիներ, որտեղ մարդիկ կգան կվայելեն։ Պարոն Պետոյան, քաղաքապետ Տիգրան Ավինյանի գործակարգավարական նիստում վերջերս արված կոշտ հայտարարությունները կապ ունեն այս աշխատանքների հետ։ Որի հետ է, Արփի ջան։ Որ հորդորում էր աշխատել, չխնայել, ինքնակամերի մասով զբաղվել։ Ես կարծում եմ, որ մենք ակտիվ այդ գործունեությունը անընդհատ ծավալում ենք ու այդ ցենց ասեմ, այդ դրա յետևում բոլորի, այսպես ասած, տքնաջան աշխատանքն է, սկսած քաղաքապետից վերջացած մեր օրինակ, չգիտեմ, ամենավերջի բանվորը, այսինքն բոլորը այդ հիմա մոդելի մեջ են աշխատում, որ հանրային տարածքները պետք է վերադարձվեն մարդկանց։ Եվ այո, միգուցե, բայց քաղաքապետի վերջի հայտարարությունը կարծում եմ մենք ոնց որ դրանից առաջել էինք էլի քանդում ու էլի շարունակել ենք։ Մեծամասշտաբ էր այդ պատճառով։ Ինչի էր սա մեծամասշտաբ, անցյալ տարվա բանը Աբովյան տարի։ Հա, անցյալ տարի։ Չէ, այս տարի օրինակ այդ Օղակաձև 2-ը շատ ավելի մեծամասշտաբ էր։ Համաձայն չեմ։ Պարոն Պետոյան, մենք նկատում ենք, որ կարծեք թե մարդիկ նախապես տեղեկացված չեն եղել։ Քիչ առաջ պարոն Բաբայանը ասաց, որ քաղաքապետարանի կայքեջում որոշումը տեղադրված է եղել, բայց արդյոք միայն դա բավարար է։ Արփի ջան, քանի որ այդտեղ իրավական խնդիրներ կա գործողությունների, տնտեսվարողների կողմից, այսինքն հիմա անկեղծ շատ չեմ ուզում էլի այդ մասով մանրամասնություններ տամ, մենք առաջնորդվում ենք օրենքով սահմանված կարգով, որոշումից հետո դա հրապարակվում է ու եթե հիմա էլ տեսնեք, մենք շատ, այսպես ասած, մարդկային ենք մոտենում այս process-ին, իրանք բոլորը դատարկում են իրանց իրերը, այսինքն մաքսիմալ փորձում ենք նենց անել, որ իրանց, այսինքն շատ մեծ վնաս չտրվի։ Բայց մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ այս մարդիկ միշտ գիտակցել են, որ իրանք անօրինական եւ առանց թույլատվության վայրում են գործունեություն ծավալում, էլի դա տենց նորություն չի իրանց համար եւ կարծում եմ դա միշտ ունի իր ռիսկեր, այսինքն երբ որ դու տենց տեղ գործունեություն ես ծավալում, դու նաեւ գիտես, որ երբ որ այսօր քաղաքում անընդհատ ինչ-որ բաներ են ապամոնտաժում, դու տենց եմ որ ասում սպասում ես, թե երբ է քո հերթը հասնելու, դրա համար այդ մասով։ Բայց չէ՞ որ իրենք ունեն տարածքի վարձակալության պայմանագիր։ Տարածքի վարձակալության պայմանագիր տնտեսվարողները, իրանք ումից որ վարձակալել են, թող իրանց հետ ոնց որ քննարկեն, իրանք քաղաքի հետ չունեն վարձակալություն։ Քիչ առաջ պարոն Բաբայանն ասաց հողի վարձակալության ունեն, որը ըստ ամենայնի միակողմանի կխզվի։ Տեսեք, հողի վարձակալ այս տնտեսվարողները քաղաքից չեն վարձակալում։ Այս տնտեսվարողները վարձակալում են ուրիշ մարդուց, ով որ ուներ հողի վարձակալություն, ունի, որը շատ վաղուց ավարտվել է այդ վարձակալությունը։ Պարոն
Պարոն պետան, խնդրում ենք տեղեկացեք ինչ է լինելու քանդված կրպակների տեղում, ինչ եք պատրաստվում անել։ Արփի ջան, շուտով մի քանի կոնցեպտ ունենք հիմա, շատ սիրուն, ասեցի, հանրային վայր է լինելու։ Այսինքն եթե նայեք օրինակ հին Երևանի կամ հին Աբովյան փողոցի նկարները, կտեսնեք այնտեղ շատ սիրուն եղել են այստեղ այդ ջրային հարթ բաները, ավազանները։ Մենք այդ կոնցեպտի մեջ ենք փորձելու անել եւ ելի եմ ասում, հանրային զբոսայգի, այգի, պուրակ, փոքրիկ Ժամկետներ կարող եք նշել։ Դեռ ոչ։ Դեռ նախագիծը պետք է քննարկվի, վերջնականացվի։ Մրցույթ պետք է հայտարարվի, թե ներդրողներ կան։ Դեռ ոնց որ քննարկում ենք, ոնց քաղաքը կանի, թե ներդրող կանի, ոնց որ հիմա տեսնում եք, մենք շատ ունենք, էլի, տենց նախագծեր, որտեղ մասնավոր սեկտորը ակտիվ մասնակցում է քաղաքի բարեկարգման գործերին, այդ կքննարկենք, էլի, քաղաքապետի հետ, որը կլինի օպտիմալ, որը կլինի մաքսիմալ գեղեցիկ, ֆունկցիոնալ, ժամանակակից, դա էլ կընտրվի։ Կարող եք ասել, քանդումը միջև որտեղ է իրականացվել, ամբողջ երկայնքով։ Այո։ Այնտեղ վերևում սրճարաններ կան, դա էլ են քանդվելու։ Չէ, միջև էսպային քանդումը, եթե չեմ սխալվում, միջև այն դալանի հատվածն է։ Դե լավ,